է օգտագործել այսքան, եթե լվացքը ավելի քիչ է, պետք է լցնել ավելի քիչ։ Հիշեք, որ մեր տնտեսական միջոցները բոլորը կոնցենտրացված են ու սովորական չափերով չեք կարող օգտագործել, այսինքն կարող եք օգտագործել, ուղղակի կկորցնեք։ Ինչու կորցնել, եթե կարելի է ավելի խելացի վարվել։ Նույնը նաև լվացքի փոշիների համար։ Լվացքի փոշիները գիտեք, որ կոնցենտրացված են ու շատ հաճախ լսում եմ բողոքներ, որ քիչ է, փոքր է, վերցնում ենք արագ սպառվում է եւ պատճառը գիտեմ ինչն է, քանի որ այդ սխալը ես էլ եմ արել, երբ նոր էի սկսել մեր տնտեսական միջոցներից օգտվել։ Թեև գիտեի, այնպես չի որ չգիտեի, իրենք կոնցենտրացված են, խտացված են, ասենք այսպեսի մեկ տուփին 800 գրամ է, բայց հավասարազորը 3 կիլոգրամին։ Եվ մենք ունենք հատուկ չափիչ գտալներ, որով էլ հենց չափում ենք եւ որպեսզի ամեն ինչ լինի հստակ։ Մի լվացքի համար սովորական միջին լվացքի համար մինչեւ 5 կիլոգրամ պահանջվում է 30-ից 40 գրամ, այսինքն մեկ գտալչին մազերքից տակ, բայց ովքեր գրանցած են գիտեն, որ այն քնάει հասնելի առանձին պատերով։ Մի խոսքով, պետք է դեսնել այսպեսի գտալ, բայց հին սովորություն, քանի որ մինչ այդ ունենք սովորական խանութի փոշիներ եւ կոնդիցիոներներ, եւ դրանք հիմնականում գիտեք մեծ են ու օգտագործելիս օգտագործում ենք շատ։ Դա հին սովորությամբ, հին հիշողությամբ, այսպես ասած, սկսենք օգտագործել շատ, հետո բողոքում ենք։ Ես ինքս այդ խաղներ եմ ասում, էլի արել եմ, քանի որ սկզբնական շրջանում դժվար է նախ հավատալ եւ հետո մի քիչ ժամանակ է պետք որպեսզի սովորես։ Երբ մի խոսքով մի քանի անգամ այսպես հին տարբերակով լիքը լցրեցի, սպառեցի, մի անգամ այնպես ստացեց, որ ձեռքով լվացի ու այս ձեռքով լվանալի ընթացքում այդ ժամանակ արդեն ինչպես ասում են գիտակցում եկա, որ իրոք արտադրողը ճիշտ էր ասում 30 գրամով հնարավոր է 4-ից 5 կիլոգրամ լվանալ։ Ինչ ասել կուզեի ես երկար պատմությամբ, ոչ, անպայման հետևեք, թե ինչ է ձեզ ասում արտադրողը եւ արվեք այնպես, օգտագործեք այնքան, ինչքան որ խորհուրդ է տալիս արտադրողը։ Այդպես կխնայեք, որովհետեւ անիմաստ է ուղղակի, եթե նախատեսած այսպեսի մի բաժակ գցեք մի քանիսը, դե բնական բաշուտ կսպառվի եւ էֆեկտիվ չի լինի ձեր կինոման համար։